Եվ այսպես պաշտոնական Անկարան է ընտրում Հայաստանի Հանրապետության վարչապետին, հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընկերներ, որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի անկեղծ են դառնում թե երկրի ներսում տարբեր դերակատարները իրենց գնահատականներով, օրինակ, որ իրենք ասում են լավ ենք արել, ստացել ենք պարգևավճարներ, հələ մի բան էլ պետք է շարունակենք ստանալ։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ արտաքին դերակատարները եւս շատ ավելի անկեղծ են մեր հասարակության հետ։ Եթե նախկինում Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվելը ոմանք փորձում էին բացատրել հետեւյալ մոտեցումներով կամ գոնե քողարկել այսպիսի հասկացությունների յետևում ժողովրդավարություն, ժողովրդավարական ինստիտուտների կայացում, մարդու իրավունքների պաշտպանություն, հիմա արդեն այս իրավիճակում մենք հասել ենք մի հանգուցային կետի, երբ որ չեն էլ թաքցնում, որ Հայաստանում տարբեր աշխարհաքաղաքական դերակատարներ, որոնք ակնհայտորեն դու չես կարող անվանել Հայաստանի Հանրապետության համար դաշնակից կամ բարեկամ, իրենք ցույց են տալիս, թե ով է իրենց անկալմամբ ֆավորիտը խորհրդարանական ընտրություններում եւ ում քաղաքականությունը իրենք կուզենային, որ շարունակվել Հայաստանի Հանրապետությունում խոսքը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարության մասին է, ով հղում անելով հայաստանյան սոցիոլոգիական հարցումներին ոչ միայն նշել է, որ իրենց անկալմամբ Նիկոլ Փաշինյանը առաջատարն է ըստ այդ սոցհարցումների, այլ նաև նշել է հետևյալը, որ այս գործընթացները, այս մոտեցումը պետք է շարունակական լինի եւ հենց այս ամեն ինչի շրջանակներում իրենք փաստորեն սատարում են Հայաստանի Հանրապետության իշխանության մանրամասն հայտարարությունը դուք կարող եք ձեր էկրաններին տեսնել, կարող եք ծանոթանալ Alpha News-ի կայքում, որպեսզի շահարկումների առիթ չդառնա։ Ընդգծենք հետևյալը. Թուրքիան հստակ ընդգծում է, թե իրենց անկալմամբ ով է խորհրդարանական ընտրություններում ֆավորիտը եւ ում վարած քաղաքականությունը իրենք կուզենային, որ շարունակական լինել։ Իրականում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի համար իսկապես պատմական, աշխարհաքաղաքական առումով գտածո է 7.5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք այլ հավասար պայմաններում Թուրքիան 100-ամյակներով կարող է չստանալ։ Արցախի հանրապետությունը լիովին ոչնչացված է, Արցախում գրեթե հայեր նույնիսկ չեն մնացել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի պայմաններով գնալ սահմանների բացմանը, այն էլ փաստ չէ, որ պայմանները առաջ կքաշվեն, Հայաստանը նախապայմանները կյանքի կկոչի, դրանից հետո այս սահմանները կբացեն, բացի դրանից մենք տեսնում ենք, որ Թուրքիայից չեն էլ հրաժարվում Զանգեզուրի միջանցքին վերաբերվող խոսույթից, մոտեցումներից, այսինքն իրենք Հայաստանից անկախ Հայաստանի Հանրապետության մոտեցումների եւ զիջումների շարունակում են պահանջել արտատարածքային միջանցք։ Տեսեք, եկեք սրան հավելենք նաև Ադրբեջանի ակտիվությունը, Ադրբեջանի նախընտրական ներդրումները եւ այն բոնուսները, որոնք մենք տեսնում ենք Իլհամ Ալիևը տրամադրում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը, խոսքը վերաբերում է նրան, որ տրանզիտային հնարավորությունները Ադրբեջանի տարածքով Հայաստան ինչ որ ապրանքներ մատակարարելու բացվել են, բացի դրանից մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները նույնիսկ հաշվի չառնելով իրենց երկրի ներսում արկա գնային քաղաքականությունը, տարիֆային քաղաքականությունը Հայաստան բենզին են մատակարարում, էժան բենզին են մատակարարում, մենք հասկանում ենք հետևյալ, որ առնվազն երկու դերակատար մեզանում կան, որոնք ակնհայտորեն աշխարհաքաղաքական խաղադրույք են կատարել նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը եւ այն բաները, ինչ իրենք չեն հասցրել դեռ Հայաստանից 7.5 տարիների ընթացքում ստանան, որ իրենք այդ ամեն ինչը պետք է ստանան։ Այս իրավիճակում կա եւս մի կարևոր նրբերանգ։ Տեսեք, մեր համար երևի գաղտնիք չէ այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության բարգավաճումը, զարգացումը չեն ցանկանում։ Մյուս կողմից երկար տարիներ, տասնամյակներ մեր արևմտյան հարգարժան գործընկերները նշում են հետեւյալը, որ պետականության կայացման համար, պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքի համար կամ պետականության դիմակայունությունը բարձրացնելու համար շատ կարևոր է, որ Հայաստանում գործեն քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտները, այն ինչ չի նկատում իշխանությունը պետք է նկատեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ պետք է այդ ամեն ինչին արձագանքեն։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչ է կատարում Հական Ֆիդանի կողմից հնչեցված գնահատականների վերաբերյալ։ Փոխանակ գնահատական հնչի հետեւյալի վերաբերյալ, որ Հական Ֆիդանը փաստացի հստակ ընդգծում է իրենց համար նախընտրելի ֆավորիտին, նաեւ նշում է, որ այդ ֆավորիտը հաղթանակի պարագայում փաստորեն պետք է շարունակական ապահովի այն քաղաքական կուրսը, որը այս պայդրությամբ կա։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ դե եկեք մենք սա համեմատենք Սալավյովի ասացի հետ, կամ դուք սխալ եք հասկացել, գնահատականները սխալ էին, ընկալումները սխալ է։
բայց տեղի ունենում հետևյալը, տեսեք, Հական Ֆիդանը գնահատական է տալիս, որից իշխանությունները իրականում գոհ են, պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանը ասում է շնորհակալություն էր հայտնում Հական Ֆիդանին այս գնահատականների համար, բայց իշխանությանը սպասարկող այլ մարմինները, այլ միավորները, ինստիտուտները լեգալիզացնում են այն գնահատականները, որոնք եկել են Թուրքիայից եւ իրենք ասում են, որ ամեն ինչ օքեյ է, շատ լավ է, որ Թուրքիան ողջունում է Նիկոլ Փաշինյանին կամ Նիկոլ Փաշինյանի կողմից վարած քաղաքականությունը եւ դա առհասարակ ներքաղաքական գործընթացներին խառնվելու փորձ չէ։ Սա իր հերթին նշանակում է հետեւյալը. Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում ցանկացած նոր իշխանություն պետք է կարողանա իթիվս այլնի ապահովի նաև քաղաքացիական հասարակություն կոչված սեկտորի բարեփոխումը։ Շատ պարզ այն անկառավարելի դրամաշնորհները, որոնք հիմա կան Հայաստանում, որոնք գալիս են Հայաստան, որոնք ձևավորում են օրակարգ եւ այդ օրակարգը միշտ չէ, որ կապված է լինում Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին, պետք է փոխարինի պետության կողմից տրամադրվող ֆինանսավորմանը։ Սա աշխարհի տարբեր երկրներում ընդունված մոտեցում է եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները իսկապես պետք է վերադառնան այն դերին, որին իրանք կոչված են ի սկզբանե, այսինքն պետք է վերահսկեն պետական մարմինները, դրանց գործունեության արդյունավետությունը, խախտվում է արդյոք մարդու իրավունքները պետության հետ հարաբերությունների փուլում թե ոչ, այս ամենը պետք է իսկապես լինի քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում, բայց միայն այն քաղաքացիական հասարակությունը, որի այսպես ձևակերպենք տունը Հայաստանի Հանրապետությունում է, որի ֆինանսավորումը գալիս է Հայաստանի Հանրապետությունից, որի գործունեությունը ուղղված նրան, որ ապահովի Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ Միգուցե այդ պարագայում, երբ որ հնչում են տարբեր գնահատականներ Հայաստանի վերաբերյալ, լինի դա Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Իրանից, գնահատականները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նույնաբովանդակ կլինեն եւ ամփոփելով մենք պետք է նշենք հետեւյալը 26 թվականի խորհրդարանական ընտրությունները իսկապես կարեւոր է նաեւ հետեւյալ համատեքստում մենք սույն թվականի հունիսի 8-ին կտեսնենք Հական Ֆիդանն է շնորհավորում Նիկոլ Փաշինյանին այն առիթով, որ Նիկոլ Փաշինյանը կառավարման 5 տարվա նոր մանդատ է ստացել, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կշնորհավորեն միմյանց այն կապակցությամբ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այլևս Հայաստանում ազդեցություն ունեն քաղաքական իշխանության ձևավորման գործընթացի վրա։ Մտածեք այդ մասին։